Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հովհանավանքի շուրջ կրքերը ավելի են բորբոքվում, այսօր իրավիճակը լարվել է, վարչապետի հրապարակային աջակցությունը ստացած Ստեփան Ասատրյանն ասել է, որ չի ընդունում իր կարգալուծությունը։ Դիվանատան ծանուցումը Հովհանավանք բերած հոգևորականն Ասատրյանին հայտնել է, որպես քահանա այլևս չի կարող լինել խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում։ Ասատրյանն ի պատասխան հորդորել է ծանուցումը հետ տանել, քանի որ թուղթն ուղարկած կառույցի հանդեպ հարգանք չունի։ Սկսվել է վիճաբանություն, նաև մեր գործընկեր Սյուզի Բադոյանն է զրուցել ներկաների հետ։ Ներփակ, նամակին ներփակ գիծ եկել է նաև դիվանապետ Արշակ Սրբազանի ծանոթագիրը, սպասում եմ իր պատասխանը։ Հիմա դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ծանոթագիրի մեջ ներկայացված։ Չեմ ընդունում։ Հիմա պետք է հանձնեիք։ Բայց չենք հանձնում։ Չենք հանձնում։ Ձեր կողմն է։ Այո։ Ես ուղղակի ասում եմ ձեզ, որպեսզի լսել ենք, պարտավորեիք ներկանալու, ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Եվ պետք է նաև մյուս բոլոր ձեր քահանայական պարտականությունները, որ ունեիք մինչև քահանա լինելը, ձեր հիմա քահանա։ Եվ կարգալուծության մասին դուք լավ հստակ Ես այդ մասին չեմ ուզում, ասեմ, դուք գիտեք ով է։ Կարգապահական մարմինը ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել։ Այո։ Խնդրում եմ մի ընդհատեք ինձ, դուք որպես քահանա այլևս որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում։ Դուք եք պսակադրություն իրականացնելու։ Ստեփան Ասատրյան անունով կարգալույծ արված նախկին քահանան ասում է ես եմ իրականացնելու։ Դում են շարքային քաղաքացի։ Ես Աստծուն եմ ծառայում, ոչ թե։ Դուք Աստծուն եք ծառայում, բայց եկեղեցին ենթարկվում է հայ առաքելական եկեղեցի։ Ոչ։ Նշանակում է դուք նաև իրավունք ունեիք կարգ խախտելու, որ սովորել էիք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է լավ տրամադրությամբ բարի օր մաղթել ու սրտիկել բոլորին։ Ազգային ժողովի նիստը բավական թեժ է անցել, եթե օրվա առաջին կեսին իշխանության թիրախում դաշնակցություններ, ավելի ուշ հերթը հասել է հանրապետականին։ Ալեն Սիմոնյանն է ընդդիմադիր ֆրակցիային քննադատել, այնուհետև դրվատանքի խոսքեր շռայլել իր թիմակիցներին, օգտագործելով Փաշինյանի հայտնի ժեստը։ Դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ դուք չեք։ Մարդկա ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում, մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք ես խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, ես հպարտանում եմ մեր խմբակցությունով։ Մենք ծանրակշիռ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել։ Ձեզ ասեմ, քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Ու ես վստահ եմ, որ այս կողմում հաջորդ ընտրություններին էլ թեկուզ հայտնված քաղաքական գործիչները հələ երկար ճանապարհ պետք է անցնեն, որ իմ գործընկերների այս խոսքը բովանդակալից եւ փաստարկների վրա հիմնված խոսքին կարողանան բան հակադրել։ Ես շնորհակալություն եմ դες հայտնում, այո, բոլորիդ սրտիկ շնորհակալ եմ ձեզ, ձեր լավ աշխատանքի համար, ես վերևը նստած եմ, որ հենց ֆիլմ ասում են, չէ, Մուրադի դեմքով նստած հպարտանում եմ, ամեն մեկիդ ասած խոսքի տակ ստորագրում եմ, շնորհակալություն ձեզ, տենց լավը լինելու համար։ Ավելի վաղ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարներ քննադատել իշխանության արտաքին քաղաքականությունը, Հայկ Մամիջանյանի խոսքով միջազգային փաստաթղթեր կազմել չգիտեն։ Ձեր կառավարման ընթացքում 2 կարևորագույն փաստաթուղթ եք ստորագրել, բանի տեսանկյունից։ Նոյեմբերի 9-ը, օգոստոսի 8։ Նոյեմբերի 9-ից մի քանի ամիս հետո տարընթերցումներ սկսեցին, օգոստոսի 8-ից հետո ստորագրելուց 3 րոպե հետո 2 երկրի ղեկավար միջանցք բառ օգտագործեց։ Այստեղ կա 2 տարբերակ։
կամ դուք միջազգային պայմանագրեր կազմել եւ կարդալ չգիտեք, ունակ չեք ուղակի։ Կամ էլ խափում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իրականում պայմանավորվել եք այն ինչ որ իրանք ասում են, բայց փորձում եք խափել, որ ձայն կորզեք։ Սուր ելույթներ են հնչել նաև քաղաքապետարանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է քննադատել իշխանության գործելավոճը։ Պատկերացրեք դուք այնքան վատն եք եղել, որ անգամ Վարդան Ղուկասյանն է նախընտրել եղել։ Հիմա այդ որ ասում եք Ապեզենն է, հետո Կաշառքն է, դեռ լավ տեղյակ եք սկզբից որն է գալի։ Կաշառքն է գալի, Ապեզենն է գալի, հետո շինթույլտվությունն է գալի։ Բայց լավ մանրամասն հերթականությունը գիտեք։ Ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում Երևանում կլոր սեղանի մասնակցած ադրբեջանական այսպես կոչված քաղաքացիական հասարակության պատվիրակության մասին։ Պարզվում է նրանց թվում էր տխրահռչակ Դիլարա Էֆենդիևան, որը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի Միջանցքն արգելափակող ֆեյք էկոակտիվիստներից մեկն էր, որը գործում էր պետության վերահսկողությամբ։ Մալաթիայի տոնավաճառում հրդեհը կլանել է 1000 քառակուսի մետր տարածք, մոխրացել է կոշիկի բաժնի մի մասը, մեկ մարդ այրվածքներ է ստացել, ժամը 2-ից բռնկված հրդեհը շարունակվել է մի քանի ժամ։ Հրշեջ փրկարարները հրդեհի թիվ 3 բարդություն են նշել, կրակի դեմ պայքարել է հրշեջների մի քանի խումբ։ Անհավանական թյուրիմացություն Գերմանիայում Բավարիայի քաղաքներից մեկում գերմանական բանակի Բունդեսվերի զորավարժությունը միայն հրաշքով չի ավարտվել արյունահեղությամբ։ Վարժանքին մասնակցել է մոտ 500 զինվորական, հրշեջ ու փրկարար ծառայությունների 300 աշխատակից։ Տեղի բնակիչները նկատելով զինված մարդկանց անմիջապես զանգել են իրավապահներին։ Ոստիկանները նույնպես անտեղյակ են եղել վարժանքից եւ բարձրախոսով կարգադրել են զենքը վայր դնել ու հանձնվել։ Զինվորականները մտածել են, որ ոստիկանների ժամանումը զորավարժության մաս է ու սկսել են ոչ մարտական փամփուշտներով կրակել իրավապահների վրա։ Ի պատասխան ոստիկանները մարտական կրակ են բացել զորավարժության մասնակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգությունից մեկ զինվոր վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Ուժային կառույցների միմյանց անտեղյակությունը դարձել է երկրում քննարկվող թիվ 1 թեման։ Տեսախցիկը ֆիքսել է Վենեսուելայի Պարամիլո օդանավակայանից թռչող ինքնաթիռի վթարը, 2 մարդ է մահացել։ Ղազախստանում բախվել են բեռնատարն ու գազելը, 12 զոհ, 6 վիրավոր կա։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցի դիմակայությունը կրկին սրվում է Կիրակի օրը Հովանավանքում վճռորոշ մարտն է սպասվում։ Հովանավանքի արդեն կարգալույց եղած քահանա Տեր Արամը որոշել է այդ օրը պատարակ անել, չնայած նա Երևանից դարձել է Ստեփան Ասատրյան եւ պատարակ անելու իրավունք չունի։ Սակայն պատարակի մասին նախկին քահանան հայտարարել էր ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակային հայտարարել է, որ մասնակցելու է պատարակին։ Տեր Արամն այն քահանան է, որի մատնության հիմքով օրերս ձերբակալվեցին մի խումբ հոգեվորականներ, Արագածոտնի թեմի առաջնորդն էլ կալանավորվեց։ Իբր իր ստորադաս հոգեվորականներին ընդդիմադիրների ցույցին մասնակցել ստիպելու համար։ Կարգալույց արված Տեր Արամը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հովանավանքից։ Փաշինյանը բնականաբար Հովանավան գնալու է մեծ շքախմբով եւ ոստիկանական ուժերի ներկայությամբ, որպեսզի ընդդիմադիրներին եւ եկեղեցու պաշտպաններին թույլ չտա պաշտպանել հայ առաքելական եկեղեցին։ Իսկ Հովանավանքում արդեն նոր քահանա է նշանակված եւ կարգալույց արված հոգեվորականն իրավունք չունի պատարակ անել։ Դա նույնն է, որ մի շարքային քաղաքացի ինքն իրավչություն անի, ներխուժի եկեղեցի եւ սկսի պատարակ անել։ ՔՊ-ն Երևանից աջակիցների բանակ է հավաքում, հնարավոր է անգամ падգամավորներ մասնակցեն այդ արշավին, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես կոտրելու հավատավոր հոտին։ Փաշինյանը կարոտել է փողոցային ակցիաները, բռնությամբ իշխանություն զավթել է եւ որոշել է իր ընդդիմադիր ժամանակներին բնորոշ ակցիա իրականացնել։ Նույն աղբյուրը գրում է Ալիևը նախորդին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբականակը։ Իշխանությունն այս լուրն իբրև դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։ Երեկ էլ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիևի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով եւ
հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։ Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ինչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեք ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիևը կամ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կամ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել։ Ժողովուրդը գրում է, արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վալոդիա Գրիգորյանի մայրը Մարինե Գրիգորյանն ժողովուրդ օրաթերթի զրույցում նշել էր, որ համոզված է սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլև պատվիրատուներ եւ կազմակերպիչներ։ Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են, միայն կատարողին գտնելը բավարար չէ, իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած էին այդ ամենի հետևում։ Ժողովուրդ օրաթերթին տված հարցազրույցում ասել էր Մարինե Գրիգորյանը։ Իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռևս չի հասել պատվիրատուների եւ կազմակերպիչների բացահայտմանը։ Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ, ու քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, համայնքապետի եւ նրա հետ եղած ոստիկանական օպեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։ Այս սպանությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն անձնական կամ տեղային վրեժի շրջանակից։ Այն դարձել է պետական համակարգի աշխատանքի թեստ, ցույց տալու, թե արդյոք իրավապահները պատրաստ են նույն հետևողականությամբ հետապնդել այլախոհների դեմ արված հանցանքների հեղինակներին։ Հրապարակը գրում է 2022 թվականին ՔՊ-ն ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը, ըստ այդմ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4% է, մինչև 3 ուժի ձևավորված դաշինքի համար 8.4 եւ ավելի ուժերի դեպքում 10%։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ազգային ժողով պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ 2017-ին 3 ուժի ձևավորված ելք դաշինքը խորհրդարան է անցել 7.7%-ով։ Այսինքն այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չէր անցնի։ Իդեպ այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը 2026-ին, եթե արտահերթի գնան կլինի հին ձևով։ Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցն այսուհետ կկոչվի Քրքորյան փողոց։ Երևանի ավականին հաստատել է որոշումը։ Եվ եղանակ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանն էլ բարձրանում է։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար, ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։